Լոռու մարզի Եղեգնուտ, Դեպետ և Վահագնի գյուղերում հանրային լսումներ էին։ Հերթական արդյունաբերող ընկերությունը ծրագրում է թանկարժեք մետաղների երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածքում։ Դեռ անցյալ դարում ֆրանսիացիներն այստեղ ստորգետնյա եղանակով հանք են շահագործել։ Պահպանված պղնձաձուլարանն ու հարստացուցիչ ֆաբրիկան սակայն հնացած են ու անարդյունավետ։ Մնացած հանքաքարի ոչ այնքան հարուստ պաշարներն արդյունահանելու համար։ Բարիբա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Մուրադյանը վստահեցնում էր, նոր տեխնոլոգիաներով են փոխարինելու եղածը։ Տեխնոլոգիապես մեզ ձեռ չի տալի հին սարքավորներով կամ քայլունքով գնալ այնտեղ որևիցե գործ իրականացնել։ Հետևաբար ցածր պարունակության հանքաքար կորզելու համար մեզ բացառապես պետք է կիրառել ժամանակակից տեխնոլոգիա։ Բնապահպաններին սակայն չեն հուսադրում հանքագործների հայտարարությունները։ Հարց բարձրացվեց այս գյուղերում հյուրատնային զարգացած բիզնեսի վրա հնարավոր բացասական ազդեցության մասին։ Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գևորգ Մուրադյանի պատասխանն ուշագրավ էր։ Նա վստահեցրեց, թե իրենց շնորհիվ տարածաշրջան կգան ավելի բարձր մակարդակի զբոսաշրջիկներ, իդեմս հյուրանոցների կարիք ունեցող միջազգային մասնագետների։ Արդյոք մենք չենք ուզում մենք մեր տուրիստին ընտրենք։ Խի պետքա մենք սպասենք որևիցե մեկը, որ պարապ ժամանակ տենց իրան ընձեռնվի, հելնի հասնի գաստը։ Բնականաբար կրթված ամբողջ աշխարհի ցանկացած մշակույթը կրող տուրիստ կարող է գալ ու ինքը գալիս է գյուղական туриզմի համար, բնության համար, գյուղացիների հետ ապրելու համար, թոնիրում ինչ-որ բան թխելու համար, մաքուր օդի համար։ Ուզում եմ ասել, եթե ձեր պատկերացրած туриզմը այն այսինքն տենց չգիտեմ, կոստյումով, չգիտեմ, լակիրովանի կոշիկներով բարձր գիտական կոչում ունեցողա, իր տեղը հաստատ ինքս չի գա, այստեղ իր տեղը չգիտեմ։ Երևանի ինչ-որ երկնակերում հանգստանալն է կամ մեկ այլ տեղ։ Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակն ընդամենը 3 հանդես էր եկել կոչով, պատասխանատու մարմիններին հորդորելով որոշումներ կայացնելիս հաշվի առնել բնապահպանական միջավայրի պահպանությունն ու մարզի կայուն զբոսաշրջության երկարաժամկետ շահերը։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանը բարձրաձայնեց. Ձեր իսկ համայնքում, ձեր իսկ ռազմավարությամբ իրականացվող էկոլոգիական ծրագրերը ենթարկվում են ռիսկի։ Իրավիճակն առավել անհանգստացնող է դառնում այս գյուղերի անտառներում արդեն 1 տարի ապրող եղջերուների համար։ Ուղիղ 1 տարի առաջ բնապահպանության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ Եղեգնուտի անտառներում բաց թողնվեցին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կովկասյան ազնվացեղ եղջերուներ։ Հանրային լսումներից առաջ դրանցից մեկը հայտնվել էր գյուղապետարանի բակում ու անխռով շփվում էր թե պաշտոնյաների, թե հանքարդյունաբերողների ու թե բնապահպանների հետ, թերևս անգամ չկասկածելով, թե իր անտառային տունը կարող է մի օր հանքավայր դառնալ։ Չնայած Փամբակի համայնքապետարանը հիմնադրամի հետ պայմանագիր ունի այս կենդանիների պահպանության վերաբերյալ, համայնքապետ Սուրեն Կոստանդյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե ինչպես է պատկերացնում բնապահպանական ծրագրերի ու հանքարդյունաբերության համատեղումը։ Մեր համայնքը ունի իր շահերը, մեր համայնքը գնում է իր շահերի հետևից ու տվյալ դեպքում կլինի բնապահպանական ծրագրեր, կլինի հանքարդյունաբերություն, կլինի այլ ծրագրեր, համայնքը միշտ իր մոտ եկած հյուրերին լսում է, տալիս է իր բարձրաձայնում է իր խնդիրները ու փորձում է համագործակցի բոլորի հետ։ Մինչդեռ Բարիբա ընկերության համահիմնադիր Գևորգ Մուրադյանը վստահեցնում էր, թե եղջերուների համար 150 մետրանոց անվտանգության գոտի են ստեղծելու արգելապատնեշներով։ Որպեսզի չվնասեմ, հետագայում է անգամ չվնասեմ թե գետին, թե նաև մեր սիրուն բարեկամներին, որ տենում ենք արդեն իջել են նաև մեր մոտ, գիտակցելով դա, մտածելով բնության մասին, 150 մետրանոց բուֆեր եմ ստեղծել ոչ երկանքով։ Երևի կպատկերացնեք դա իմ համար ինչ խոցելի մի բան էր։ Հանրային լսումներին հյուրատների բիզնես ունեցողներ կային, բայց չարտահայտվեցին։ Դեպետ գյուղում խոշոր ներդրումներ արած ՔՈԱՖ-ից ներկայացուցիչներ չկային։ Տեղի բնակիչներից էլ բացահայտ դեմ արտահայտվողներ չեղան։ Աշխատանք չկա գեղումը, բոլորը փախած, գնացած, դուրս եկած։ Մեկ էլ ենք բնապահպանության մասին ենք մտածում կամ նա։ Մեր առողջության մասին մտածեք, քիմիա ենք ուտում, այդ դրա համար մտածեք։ Քիմիա ենք ուտում։ Դրա համար չեք մտածում, եկել եք անտաբանի հանքարդյունաբերությանը եք մտածում, որ ժողովուրդը կարող է 2 կոպեկ աշխատեն, գոյության պաշտպանեն։ Իսկ քննարկումների դահլիճներից դուրս բնակիչները խոստովանում էին իրենց մտահոգությունները, հարուստ բնությունն ու այլ տարածքներում հանքերի թողած տխուր հետևանքներն անհամատեղելի են։
Հիմա դուք համաձայն եք, թե համաձայն չեք։ Ինչ է համաձայն, ժողովուրդ է Համաձայն աշխատել, է չքանդելու։ Տան ծովահարում ստամ են շով Հանքարդյունաբերություն չունենակ, դες բան չկա։ Այն ուրիշն աշխատի, հանք եղածը մեզ տա մենք գալս ու կապեն։ Այսինքն լավ ապրելու ձևը միայն հանքն է։ Չի չէ, հանքն մի մասն է։ Հիմա ձեր կարծիքն են եկել հարցնեն, ասում համաձայն եք, թե կարծիքնենա որ Это несколько здесь есть лишний есть համաձայն։ Համատարած է։ Անի որ մի 5 հոգի միլիարդ հատ են դառնալ ամբողջ այս զորը վրա բանկի։ Չասնիք։ Այդ անկերներ եղին ոչ մի բանով ով։ չէ կուտխիչո։ Ինչո՞։ Ճամփակսար գորտ աշխատեն ապրել։ Պետական ռեգիստրի տվյալներով Բարիբա ընկերության իրական շահառուները փոխկապակցված են Valex խմբի հետ, որը տասնամյակներ շարունակ հանքարդյունահանում է իրականացրել Թեղուտում եւ Ալավերդիում։ Գևորգ Մուրադյանը չհերքեց կապը Valex-ի հետ, որը 8 տարի առաջ չվճարված հարկերի ու ՎՏԲ բանկի հանդեպ ունեցած շուրջ 400 միլիոն դոլարի պարտավորության դիմաց զրկվել էր Թեղուտի հանքից։ Ուշագրավ է, որ ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Հովհաննես Սուքիասյանը երկար տարիներ եղել է Valex ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի անձնական վարորդը։